Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր սեպտեմբերի 26-ն է եւ կան հետաքրքիր բազմաթիվ թեմաներ, որոնց որ մենք պետք է անդրադառնանք Փաշինյանի այցին Մոսկվա, նրա հանդիպումներին Վլադիմիր Պուտինի հետ, նրանց բացի կան խոսելու հարցեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ որ ՄԱԿ-ի գագաթնաժողովն էր ընթանում եւ դրա շրջանակներում ավելի ճիշտ դրա առիթով, քանի որ բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ արտգործնախարարներ էին գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Արաք Միրզոյանի, Մարկո Ռուբիոյի պետքարտուղար Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև, այդ դրա մասին եւս մենք անպայման կխոսենք, ինչպես նաեւ կանդրադառնանք մի շարք միջազգային կարևոր հարցերի, Էրդողանի եւ Թրամփի հանդիպմանը նույնպես կանդրադառնանք։ Սկսենք երևի Փաշինյանի այցից Մոսկվա, գիտեք նրա այցը ատոմային էներգիային էր նվիրված եւ այդ հանդիպումներից հետո Փաշինյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկման հիմնական թեման, քանի որ վերաբերվում էր ատոմային էներգետիկային, մենք այդ հանդիպումից հասկացանք, որ Հայաստանը շարունակելու է իր համագործակցությունը Ռոսատոմի հետ, որպեսզի երկարաձգի մեծամորի աշխատանքը մինչև 36 թվական։ Այսինքն մոտ 10 տարով, որպեսզի երկարաձգեն մեծամորի աշխատանքը։ Բայց ինչն է այստեղ կարևոր։ Հիմա շատերը կարող են ասել, թե Հայաստանը կրկին թեքվում է դեպի Ռուսաստան էներգետիկայի հարցերով եւ կրկին սկսում է համագործակցել Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի մասով, այսինքն խորացնում են համագործակցությունը, չեն հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցելուց, բայց իրականում ես այստեղ մի փոքրիկ հետաքրքիր եւ խորամանկ քայլ եմ տեսնում Փաշինյանի կողմից։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա խոսել է նրա մասին, որ Հայաստանը որոշում է կայացրել մոդուլային ատոմային կայաններ կառուցել եւ այստեղ կարծես հստակ ակնարկը այն ուղղությամբ է, որ 36 թվականից հետո, երբ որ այլևս չի երկարաձգվելու մեծամորի աշխատանքը, Հայաստանը կանցնի ատոմային այդ մոդուլային էներգետիկայի եւ մենք հասկանում ենք, որ այդտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ամենայն հավանականությամբ ներգրավելու։ Ես այսպես եմ տեսնում այն ամենը, ինչ տեղի է ունենում, բայց մինչև 36 թվականը Հայաստանը փաստացի համագործակցելու է Ռուսաստանի հետ, Ռոսատոմի հետ։ Երևի թե այստեղ նաև ժամանակի խնդիր կա, Հայաստանը շատ արագ չի կարող հիմա կառուցել այդ մոդուլային ատոմային կայաններ, նաև տեխնոլոգիաների հետ կապված խնդիր եւս կա, որքան գիտեմ, այդ տեխնոլոգիաները նոր են, կարող է սխալվում եմ, ուղղակի թե սխալվում եմ, բայց իմ տեղեկություններով վերջնական չի դեռևս այդ ամենը կարող իրագործվել եւ այդքան արագ։ Դրա համար Հայաստանը ժամանակ է վերցնում մինչև 36 թվականը եւ շարունակելու է Ռոսատոմի հետ համագործակցությունը։ Պուտինի ելույթից կարելի է առանձնացնել այն, որ անցած տարի աննախադեպ առևտրաշրջանառություն է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև 11 միլիարդ դոլարից ավել աննախադեպ թիվ է եւ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչի հաշվին է այդ ամենը տեղի ունեցել։ Չեմ կարծում, որ եթերում կարևոր է այդ մասին խոսել, բայց կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, սակայն նույն ժամանակ առևտրաշրջանառությունը 2025 թվականին բավականին նվազել է եւ դա եւս պարզ է, թե ինչի հետ է կապված։ Այդ դրա մասին էին հիմնականում խոսում Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը, այնինչ տեսանելի էր մեզ համար, բոլորի համար։ Եվ դրանից բացի Փաշինյանի այցը Մոսկվա նշանակում է նաեւ մեկ բան, որ Հայաստանը չի մեկուսանում, ընդհանրապես չի հեռանում վերջնական Ռուսաստանից եւ Ռուսաստանի հետ եւս շարունակում է համագործակցել։ Շատերը քննադատաբար կմոտենան այդ այցին Ռուսաստան եւ ես հասկանում եմ այդ մարդկանց, միանշանակ հասկանում եմ, բայց մենք նաեւ տեսնում ենք, թե ինչ լուրջ հակամարտություն է հիմա հասունացել արդեն
եվրոպական երկրների եւ Ռուսաստանի Դաշնության միջև ոչ ոք չգիտի թե վաղը ինչպես կավարտվի այդ պատերազմը։ Մոտավոր պատկերացում ունենք բոլորս էլ եւ ես էլ եմ դրա մասին խոսում, բայց 100%-ով ոչ ոք վստահ չի կարող լինել եւ դրանից բացի մենք չենք կարող վստահ լինել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի վնասելու մեզ։ Եվ դրա համար Հայաստանի Հանրապետությունը ռիսկերը նվազեցնելու համար այնուամենայնիվ համագործակցում է Ռուսաստանի հետ, Փաշինյանը այցելում է մեկ-մեկ Մոսկվա, եւ եթե նկատել եք վերջերս այնպիսի առիթներով է այցելում, որ շատ ավելի հետաքրքիր հանդիպումների է մասնակցում, ոչ թե ԵԱՏՄ-ների հապկերի ինչ որ գագաթնաժողովների, այլ այդ ձևի ինչ որ ֆորումների, հանդիպումների է գնում մասնակցելու, որտեղ որ չկան ոչ Ալիևները, ոչ ինչ որ ուրիշներ։ Չնայած Բելարուսի նախագահը եւս կար եւ այնտեղ նաեւ ձեռքսեղմում է տեղի ունեցել Փաշինյանի եւ Բելարուսի նախագահի միջև, դա եւս շեշտենք եւ ընդունենք, որ նման բան տեղի է ունեցել։ Ասածս այն է, որ Ռուսաստանի հետ այնուամենայնիվ Հայաստանը փորձում է ունենալ լավ հարաբերություններ, չլարել իրավիճակը։ Հայաստանը միանշանակ չի գնում լարման ճանապարհով, չնայած որ երեք նաեւ տեսանք, որ Ռուսաստանում ցույց էր տեղի ունենում ընդդեմ Փաշինյանի այցի եկեղեցու կազմակերպածն էր, որքան ես հասկացա։ Եվ մեկ բան ուղղակի կարելի ավելացնել այստեղ, որ առանց Ռուսաստանի իշխանությունների իմացության եւ թույլտվության որևիցե ցույց չի կարող տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնությունում, դա բոլորը գիտեն եւ եթե նման ցույցեր տեղի են ունենում, ուրեմն հստակ այդ ամենը Ռուսաստանի իշխանությունների սրտովն է, եթե ուղիղ իրենց կազմակերպածը չէ, միանշանակ իրենց սրտով է։ Դա էլ շատ կարևոր է, որ մենք այդ փաստը եւս շատ կարևոր է, որ մենք ընդունենք։ Հիմա տեղափոխվենք Նյու Յորք, որտեղ որ Մարկո Ռուբիոն տրանսատլանտյան երկրների արտգործնախարարների համար ճաշ էր կազմակերպել, ավելի ճիշտ ընթրիք, որին որ մասնակցում էին նաև Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։ Հատուկ հրավիրված էին նրանք մասնակցելու այդ ընթրիքին եւ դրանից բացի նաև կարճատև հանդիպում զրույց է տեղի ունեցել Ջեյհուն Բայրամովի, Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի միջեւ։ Մենք գիտենք, որ նաև մեկ օր առաջ Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը հանդիպել էին, բայց ահա այս ֆորմատով հանդիպումը միանշանակ շատ ավելի կարևոր է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական է այն գործին, որը որ սկսել է։ Ադրբեջանի նախագահը եւս ելույթ է ունեցել ՄԱԿ-ում, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նոր էջ բացել, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա, եւ նրա խոսքերով բանակցությունները դրական արդյունք են տվել նրա պատճառով, որ երկկողմ բանակցություններ են եղել, որովհետեւ երրորդ կողմ չի եղել այդ բանակցությունների մեջ, այսինքն ուզում է հստակ շեշտել Ադրբեջանի նախագահը, որ մենք ենք վարել բանակցությունները եւ ոչ մեկ ուրիշը, այնինչ ուղղակի տեղի ունեցավ Թրամփի ներկայությամբ, դա լրիվ ուրիշ էր։ Ինքը հիմա փորձում է առանձնացնել եւ տարանջատել ինչ որ միտեղ նաեւ այդ ամենը, այսինքն ՄԱԿ-ի ելույթի ժամանակ նրա համար շատ կարեւոր էր, որ ինքը այդ հարցին անդրադառնա։ Տարածաշրջանային հաղորդակցություններին նա նույնպես անդրադարձել է տարածաշրջանային հաղորդողիների ապաշրջափակմանը, եւ այստեղ Ալիևը ասում է, որ Վաշինգտոնի այդ գագաթնաժողովը շատ կարևոր արդյունքներից մեկը եղել է Թրամփի երթուղու հարցը, եւ նա կրկին ասել է Զանգեզուրի միջանցքով, այսպես կոչված, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ու դա կամրապնդի իր խոսքերով տարածաշրջանային համագործակցությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի մասով հետաքրքիր հայտարարություն է արել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը, գիտեք Վիթքոֆին, Թրամփի ընկերն է, բիզնեսմեն, եւ մենք նախկինում էլ խոսում էինք այն մասին, որ ինքը կարևոր դերակատարություն է ունեցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ
Հիմա ինչ է ասել նա, ասել է, որ ինքը մշտական կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հետ Թուրքիայում, որի միջոցով նա նաև կապվում է Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ հետախուզության ղեկավարի հետ եւ նրանք մտքեր են փոխանակում հայ-ադրբեջանական կարգավորման հարցի շուրջ։ Այսինքն այստեղ հստակ արդեն բացահայտվում է այն կապը, թե ինչու Թուրքիայի դեսպան Բարակը օրեր առաջ մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներում կնքված փաստաթուղթը խոսել էր Թրամփի երթուղու մասին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին այդ հարցի շուրջ։ Բնականաբար մենք այլ մանրամասներ չունենք այստեղ, թե ինչ է քննարկում նույն Վիտկոֆը Թուրքիայի արտգործնախարարի հետ, ինչպես նաև հետախուզության ղեկավարի հետ, բայց հասկանում ենք, որ ահա այդ կապը կա, ու մենք էլ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանենք, որպեսզի Վիտկոֆի հետ եւս կարողանանք աշխատել, հայկական թեկուզ լոբիստական կազմակերպությունների միջոցով, չգիտեմ ում միջոցով, բայց գիտեմ, որ շատ կարևոր է, որպեսզի այնպես չստացվի, որ միայն Թուրքիայից կարողանան ազդել Վիտկոֆի վրա եւ հասնի Թրամփին այն, ինչ ցանկանում են հասցնել նույն թուրքերը, այսինքն հայկական կողմը եւս պետք է շատ ակտիվ աշխատանք տանի Վիտկոֆի հետ, եթե ինքն է զբաղվում հիմա հայ-ադրբեջանական կարգավորմամբ, այն էլ ներքին, այն էլ իրենց դեսպանի միջոցով Թուրքիայի արտգործնախարարի եւ հետախուզության ղեկավարի հետ։ Էլի ինչ կարելի է առանձնացնել Հայաստանի մասով, Նյու Յորքում Արաֆ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարարի հետ եւ էլի մի քանի երկրների արտգործնախարարների հետ հանդիպում է ունեցել Արաֆ Միրզոյանը, մասնավորապես Էստոնիայի արտգործնախարարի հետ։ Հիմա ասենք միջազգային կարևոր հարցերին, Բենյամին Նետանյահուն շատ վատ է իրեն զգում, Իսրայելի վարչապետը, որ բազմաթիվ երկրներ հիմա ճանաչեցին Պաղեստինի անկախությունը եւ նա հայտարարում է, որ որոշ երկրներ եւ որոշ երկրների առաջնորդներ ամոթալի կապիտուլյացիայի են ենթարկվել պաղեստինյան ահաբեկչության առջև եւ նա ասում է, որ միանշանակ Պաղեստինի պետություն չի լինի, նման պետություն գոյություն չի ունենա։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա երեք արդեն հայտնի դարձավ, որ Ուկրաինային հաջողվել է Ղրիմում ոչնչացնել Ան-26 երկու ինքնաթիռ, ինչպես նաև երկու ռադիոլոկացիոն կայաններ են նրանք կարողացել ոչնչացնել։ Զելենսկիի հայտարարությունների մասով, որ Ռուսաստանին պետք է ռմբապաստարաններ կառուցել, մեծ իրարանցում է առաջացրել Ռուսաստանում, դրան արձագանքել է նաև Մեդվեդևը, ասել է, որ իրենք ունեն այնպիսի զենք եւ այնպես կարող են հարվածել, որ ոչ մի ռմբապաստարան չպրկի Ուկրաինային, ուկրաինացիներին եւ դա պետք է հաշվի առնեն նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ պատահական հայտարարություններ չեն սրանք։ Զելենսկին փաստացի Axios-ին հարցազրույցի ժամանակ ասել է, որ Թրամփը կողմ է, որ Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանի էներգետիկ համակարգին, ինչպես նաև ռազմական օբյեկտներին եւ նա խնդրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ համապատասխան նաև զենքեր տրամադրեն։ Այսինքն նրա խոսքերով Թրամփը մեծ հաշվով դեմ չի։ Այսինքն վերջին օրերին մենք տեսնում ենք հստակ ձևով դիրքորոշման փոփոխություն, Թրամփի մոտ դիրքորոշման փոփոխություն կա Ուկրաինայի մասով, բայց հաշվի առնելով, որ Թրամփն է, կարող է այդ ամենը փոխվել։ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մենք կանդրադառնանք դեռ Էրդողանի հետ հանդիպմանը, բայց հանդիպման ժամանակ հարց են ուղղել Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, Ալիևի եւ Փաշինյանի մասին, եւ նա խառնվել է, հարցրել է ով, որտեղ, ինչպես եւ ասել է ոչինչ չունեմ ասելու, այսինքն մի պահ մոռացել է, թե ինչի մասին է խոսքը։ Եվ Թրամփի ընդհանուր դիրքորոշումից Ուկրաինայի մասով եւ Եվրոպայի մասով օգտվելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ինքը աջակցում է Թրամփի այն մտքին, որ պետք է ռուսական ինքնաթիռները խոցվեն ՆԱՏՕ-ի տարածքում։ Հիմա անդրադառնանք Թրամփի եւ Էրդողանի հանդիպմանը, հետաքրքիր հայտարարություն է արել Թրամփը, որ Էրդողանի համար նա կոշտ տղա է, ունի իր սեփական կարծիքը, ու նա ասում է, որ ես սովորաբար չեմ սիրում նման մարդկանց, բայց Էրդողանը ինձ դուր է գալիս։
Հետո Էրդողանից նա փաստացի պահանջել է, որ Ռուսաստանից դադարեցնի նավթ գնելը, կոչ է արել Թուրքիային նավթ չգնել Ռուսաստանից, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցվի։ Վերջերս շատ է նա այդ հարցի վրա կոնկրետ կենտրոնանում։ Նաև իրենք արդեն անդրադարձել են իրենց երկկողմ հարաբերություններին, ռազմական, տնտեսական ոլորտներում, գիտեք, Թուրքիան ուզում է F-35-եր ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եւ ես կարծում եմ, որ Թրամփը դեռ խաղում է, հստակ չի կողմնորոշվել, բայց կարծես թե ակնարկում է, որ հայո, հնարավոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վաճառեն F-35-եր Թուրքիային։ Բնականաբար ինչ-որ բաներ դրա դիմաց Թուրքիան պետք է տա կամ ինչ-որ հարցերով պետք է զիջումների գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Թրամփը նաև հայտարարել է այդ հանդիպման ընթացքում, որ Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ծախսել հրթիռներ արտադրելու համար եւ ռումբեր, բայց ոչինչի չի հասել, ոչ մի առաջընթաց չի ունեցել Ուկրաինայում։ Այս պայմանությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։